Այսօր ազգային ժողովը հեղինակություն չունի։ Դատական իշխանությունը, իշխանության մյուս ինստիտուտները։ Մենք այսօր մեկ մարդու շոու ունենք երկրում։ Մենք որևէ ինստիտուտ չունենք։ Անգամ հայոց ցեղասպանության գիտական ինստիտուտը այսօր ղեկավարվում է վարչապետի աշխատակազմից։ Ինչ նշանակում կաթողիկոսի այցի վերաբերյալ կայքում լուր դնելու համար մարդուն աշխատանքից հանեն։ Այն մի թեմով դե արձագանքել են, որ տնօրենին աշխատանքից հանեցին, որտեվ ԱՄՆ փոխնախագահին 2 հատ գիրք էր տվել Միացյալ Նահանգների մամուլից հատվածներ քաղվածքներ, այսինքն ոչ թե մենք ենք գրել, Միացյալ Նահանգների մամուլի քաղվածքներ հայ ժողովրդի կոտորածների մասին գիրք էր տվել։ Դա համար մարդուն գործից հանել են։ Կաթողիկոսի այցի վերաբերյալ այդ նյութը կայքում տեղադրողին է աշխատանքից հեռացրել։ Դա եմ ասում էլի, ասում եմ, դա տնօրենից հետո հիմա էլ հեռացրել են բանը, մամուլի պատասխանատուն է, չէ՞ ոնց հասկացա, որ ավանդաբար կայքում տեղադրում էր։ Ես ասեմ, գոյություն ունի Հայաստանում պրոտոկոլի մասին օրենք, արարողակարգի։ Այնտեղ ամենայն հայոց կաթողիկոսի դերը գրած է, որ նաև լուսաբանման, ինչ որտեղ լինելու, որ հերթում է ինքը կանգնելու։ Պատկերացնում եք, եւ այդ օրենքը գործում է։ Հիմա օրենքը կա, կաթողիկոսը կա, բայց կա վարչապետ, որը ամեն օրենք խախտելով այս բաները անում է։ Հիմա որևէ հեղինակություն թողել են մնա, ասենք, որևէ պետական ինստիտուտում։ Հեղինակության բարձրացումը դուք կտեսնեք հունիսի 8-ից սկսած։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։